Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Բայդենի առողջական վիճակը վատ է ու սրա մասին բոլորը լռում են։ Նա նաև հավելել է, որ մամուլը դիտավորյալ թաքցնում է տեղեկությունը Բայդենի առողջական վիճակի մասին, ինչը հարված է հասցնում երկրի հեղինակությանը։ Թրամփը պնդել է, որ Բայդենի անկայուն պահերն ու անհաջող ելույթները վնասում են ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը։ Նա ասել է, որ այլ երկրներում այլևս լուրջ չեն վերաբերվում Ամերիկային։ Այս հայտարարություններով Թրամփը փորձում է հասարակությանը ցույց տալ, որ Բայդենը ֆիզիկապես եւ հոգեպես բավարար վիճակում չէ։ Թրամփը այս թեմաները օգտագործում է որպես քաղաքական զենք իր ընդդիմախոսներին ճնշելու համար։ Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ են խոսելու հաջորդիվ։ Թրամփի նոր օրինագծով նախատեսվում է արտաքսել այն ծնողներին, որոնց երեխաները ԱՄՆ քաղաքացի են, բայց իրենք չունեն քաղաքացիություն։ Թրամփը փակում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մի հատվածը, այն դարձնելով ռազմական տարածք։ Լոս Անջելեսում 50,000 աշխատող գործադուլ է հայտարարել, փակ են հանրային գրադարաններն ու բուժկենտրոնները։ Կենգուրուն փախել է կենդանաբանական այգուց վթարի պատճառ դառնալով մայրուղու վրա։ Լեյսը, Դորիտոսը եւ այլ ապրանքանիշներ կդադարեցնեն նավթային ներկանյութերի օգտագործումը։ Չնայած խոստումներին, Թրամփի վարչակազմը բյուջեից ծախսել է 220 միլիարդով ավելի, քան նախորդ տարի։ Թրամփը ժամանակավորապես ազատել է ավտոարտադրողներին մետաղների մաքսատուրքերից։ Ինչն է պատճառը, որ դանիացիները սկսել են հրաժարվել Կոկա-կոլայից, իսկ Տեսլայի վաճառքը զգալիորեն անկում է գրանցել։ Տեխասում նոր արյան թեստը օգնում է հիվանդության վաղ փուլում հայտնաբերել աղիքային քաղցկեղը։ Եվ վերջում ձեզ համար պատրաստել ենք վերլուծական նյութ ԱՄՆ-ում երեխա ունենալու տարիքային տարբերությունների մասին, այնպես որ դիտեք թողարկումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները, կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Կոնգրեսում հանրապետականները սկսել են քննադատել Թրամփի նոր հարկային օրինագիծը, որի մի մասը վերաբերում է նաև ներգաղթին։ Նշեմ նաև, որ այս նպատակով նախատեսվում է ավելի քան $50 միլիարդ ֆինանսավորում։ Առաջարկում են սահմանել $1,000 վճար յուրաքանչյուր փախստականի դիմումի համար, 46.5 միլիարդ դոլար հատկացնել սահմանային պատի վերագործարկման համար, ընդունել մինչև 20,000 նոր աշխատակից եւ տրամադրել $2.1 միլիարդ պարգևավճարների համար։ Սպիտակ տունը ասում է, որ միգրացիոն գործողությունների ֆինանսավորումը մոտենում է ավարտին եւ նոր միջոցներ են պետք զանգվածային ձերբակալությունները եւ արտաքսումները շարունակելու համար։ Օրինագիծը թույլ է տալիս արտաքսել նաեւ այն ծնողներին, ում երեխաները ԱՄՆ քաղաքացի են։ Դեմոկրատները դեմ են այս առաջարկին, բայց քանի որ կոնգրեսում փոքրամասնություն են, չեն կարող կանգնեցնել դրա ընթացքը։ Նյու Մեքսիկոյի հարավում մի խումբ ներգաղթյալներ կանգնել են նոր քրեական մեղադրանքի առջև, ըստ որի առանց թույլտվության մտել են մի տարածք, որը հիմա համարվում է ռազմականորեն պաշտպանված եւ փակ գոտի։ Բանակը միգրացիոն ծառայությունների հետ միասին վերահսկողություն է սահմանել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով 274 կիլոմետր հատվածում, այդ տարածքը համարելով զինվորական բազայի մաս։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ այս տարածք մուտք գործելը համարվում է ներխուժում ռազմական գոտի եւ զինվորականները կարող են ձերբակալել մարդկանց, նույնիսկ առանց դատարանի հրամանի։ Իրավապաշտպանները զգուշացնում են, որ նման քայլերը վտանգավոր են, որովհետեւ բանակը չպետք է օգտագործվի քաղաքացիական գործերի համար։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում։ Անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Կալիֆոռնիայի դաշնային դատավորը արգելել է սահմանապահ ծառայությանը առանց դատարանի հրամանին ձերբակալել անօրինական ներգաղթյալներին։ Նշեմ նաև, որ դատական հայցը ներկայացրել է ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը։
Նրանք պնդում են, որ սահմանապահները հաճախ մարդկանց ձերբակալել են առանց պատճառի, միայն արտաքին տեսքի հիման վրա։ Ձերբակալվածներին տեղափոխել են սահմանամերձ վայրեր, զրկել փաստաբանից ու ստիպել ստորագրել փաստաթղթեր, հրաժարվելով իրենց իրավունքներից։ Դատավորը հայտարարել է, որ այս գործողությունները խախտում են ԱՄՆ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները։ Նա նաև պահանջել է, որ ծառայությունը պարբերաբար հաշվետվություն ներկայացնի պարզաբանելու համար, թե ում ինչ հիմքով են ձերբակալել։ Լոս Անջելեսի շրջանում շուրջ 50,000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց աշխատանքային պայմանները լինեն արդար։ Եվ այսպես գործադուլի են դուրս եկել հանրային աշխատողների միության անդամները։ Գործադուլի պատճառով փակ են մի շարք հաստատություններ, ինչպիսիք են գրադարանները, առողջապահական կենտրոնները եւ վարչական գրասենյակները։ Աշխատողները պահանջում են բարձրացնել աշխատավարձը եւ ապահովել, որ իրենց հետ վարվեն արդար ու օրենքով սահմանված ձևով։ Նրանք նաեւ ասում են, որ ղեկավարությունը խախտում է իրենց իրավունքները միության աշխատողների փոխարեն աշխատանքի ընդունելով դրսի մարդկանց։ Ի պատասխան շրջանի ղեկավարները նշում են, որ բյուջեն լուրջ ճնշման տակ է։ Կան մեծ ծախսեր կապված դատական վճարումների, հրդեհների պատճառած վնասների եւ հնարավոր դաշնային կրճատումների հետ։ Այդ պատճառով չեն կարող բավարարել աշխատողների բոլոր պահանջները։ Կենգուրուն դարձել է ավտովթարի պատճառ։ Կենդանին անսպասելի դուրս է եկել մայրուղի, որից հետո երկու մեքենաներ բախվել են իրար։ Բարեբախտաբար ոչ ոք չի վնասվել։ Նշեմ նաև, որ կենդանին փախել էր Լի շրջանի կենդանաբանական այգուց։ Կենգուրուի խնամակալները դեպքի վայրում օգտագործել են հանգստացնող դեղամիջոց նրան վերահսկելու համար։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենգուրուն թռչկոտում մայրուղու վրա շփոթեցնելով վարորդներին։ Ավելի ուշ կենդանուն հաջողվել է բռնել եւ տեղափոխել հատուկ մեքենայով։ Կենգուրուին ոչինչ չի եղել։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Տիտանիկ նավի ուղևորներից մեկի գրած պատմական նամակը աճուրդում վաճառվել է $400,000։ Նամակը գրել է մի գնդապետ 1912 թվականի ապրիլի 10-ին, հենց նավի վրա, Տիտանիկի խորտակվելուց մի քանի օր առաջ։ Աճուրդի կազմակերպիչների խոսքով սա միակ պահպանված նամակն է։ Գնորդը կոլեկցիոներ է։ Նամակի հեղինակը փրկվել է ցատկելով նավից եւ բարձրանալով շուռ եկած փրկանավի վրա։ Հենց նա էլ վերադառնալով Նյու Յորք գրել է աղետի վերաբերյալ ամենամանրամասն հուշագրությունը։ ԱՄՆ-ում հայտնի Լեյսը Դորիթոսը պետք է աստիճանաբար հրաժարվեն արհեստական ներկանյութերից։ Նավթից ստացվող ներկանյութերը տարիներ շարունակ օգտագործվել են առանց հանրության իմացության, ինչը վտանգավոր է հատկապես երեխաների առողջության համար։ PepsiCo-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իրենց համար ապրանքանիշի ավելի քան 60%-ը այս պահի դրությամբ արդեն չի պարունակում արհեստական գույներ։ ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչությունը կոչ է անում սննդ արտադրողներին փոխարինել նավթային ներկերը բնական բաղադրիչներով։ Adidas-ի մարզակոշիկների գները կբարձրանան Թրամփի սահմանած ներմուծման մաքսատուրքերի պատճառով։ Թեև Adidas-ը փորձում է ժամանակավոր լուծումներ գտնել, ավելացնելով արտահանումը կամ ապրանքները վերաուղղելով այլ շուկաներ, բայց ընկերությունը նշում է, որ մաքսատուրքերը խանգարում են իրենց ֆինանսական առաջընթացին։ Գների աճի հստակ չափը դեռ հայտնի չէ, բայց ընկերությունը վստահ է, որ սպառողները շուտով կզգան հետևանքները։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Սիրելի հետևորդներ, թողարկման այս հատվածում կներկայացնենք ձեզ, թե ինչպես է Թրամփը իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի 100 օրվա ընթացքում փորձել փոխել Ամերիկան։ Նա այս մասին հայտարարել է Միչիգանում մեծ հանրահավաքի ժամանակ։ Իմ վարչակազմը պատմության մեջ ամենահաջողակն է։ Մենք վերադարձնում ենք կարգ ու կանոնը, մարդկանց անվտանգությունը եւ երկրի նկատմամբ հպարտության զգացումը, ասել է Թրամփը իր ելույթում։ Նա նաեւ հայտարարել է, որ Միչիգանի ավիաբազայում կտեղադրվեն նոր կործանիչներ։ Այս քայլը կարևոր է ոչ միայն Միչիգանի տնտեսության, այլ նաեւ ամբողջ երկրի ազգային անվտանգության համար։ Մեր որոշումը կխթանի նահանգի տնտեսությունը մոտ $850 միլիոն, ասել է Թրամփը։ Շարունակելով թեման, Թրամփը իր ելույթում խոսել է նաև մաքսային ներգաղթի քաղաքականության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում տեղի ունեցող խստացումների մասին, այն անվանելով իր կառավարման կարևոր ձեռքբերումներից մեկը։
Նախագահը հատուկ ընդգծել է միգրացիոն քաղաքականության խստացումները, ցուցադրելով տեսանյութեր, որտեղ երևում էին անօրինական միգրանտների արտաքսման գործողությունները։ Թրամփը ասել է. «Մեջբերեմ, մենք փակում ենք սահմանները նրանց համար, ովքեր անօրինական են եկել մեր երկիր։ Ամերիկան պետք է պատկանի միայն ամերիկացիներին»։ Մեջբերման ավարտը։ Թրամփը խոսել է տնտեսության եւ աշխատատեղերի մասին, նշելով, որ իր քաղաքականությունը օգնում է վերադարձնել տեղական արտադրությանը ու նաեւ բացում են նոր աշխատատեղեր։ Թրամփը վստահեցրել է, որ արդյունաբերական նահանգներում նորից բացվում են գործարաններ եւ ստեղծվում են աշխատատեղեր։ Չնայած Թրամփի նախընտրական խոստումներին 2025 թվականի առաջին 100 օրվա ընթացքում ԱՄՆ կառավարությունը ծախսել է շուրջ 220 միլիարդով ավելի գումար, քան նախորդ տարի էր։ Այս ցուցանիշը գերազանցում է վերջին տասնամյակների գրեթե բոլոր ծախսերը, բացառությամբ 2021-ի, երբ ծախսերը աճել էին COVID-19-ով պայմանավորված։ Թեև Դոջի վարչությունը փորձում է կրճատել ծախսերը, բայց հիմնական գումարները գնում են բանակի, վետերանների, սոցիալական ապահովության եւ պետական պարտքի սպասարկման վրա, որքան էլ որ կրճատեն։ Հանրապետական կոնգրեսականներն էլ դեմ են այդ ուղղություններով ֆինանսավորման կրճատմանը։ Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ պետական պարտքը հասել է 36 տրիլիոն դոլարի, իսկ Դոջի խնայողությունները շատ քիչ են, ընդամենը 0.5%։ Այն էլ կարող է լրացուցիչ վնաս հասցնել հարկատուներին, դատական բողոքների, կառավարման խախտումների ու ուշացումների պատճառով։ Փաստացի կառավարությունը շարունակում է ավելի շատ ծախսել, քան ստանում է։ Չիկագոն, Բալթիմորը ու մի քանի շրջաններ, ինչպես նաև արմիություններ ու այլ կազմակերպություններ դատի են տվել Թրամփին, դեմ արտահայտվելով դաշնային աշխատողների կրճատման ծրագրին։ Սա ամենալուրջ դատական գործընթացն է այս հարցով։ Դատական հայց ներկայացնողներն ասում են, որ Թրամփի ստորագրած հրամաններն ու Դոջ խմբի նախաձեռնած կրճատումները հակասում են սահմանադրությանը, որովհետև կոնգրեսը նման բան թույլ չի տվել։ Դատական փաստաթղթերում նշված է, որ պետական գործակալությունների ղեկավարները բացահայտ ասել են, որ աշխատատեղերը կրճատվում են նախագահի եւ Դոջի թիմի հրահանգով, առանց օրենքով սահմանված լիազորության։ Ի պատասխան նախագահի օգնականը հայտարարել է, որ Թրամփի հրամանը օրինական է եւ համապատասխանում է նրա ստանձնած մանդատին։ Նրա խոսքով վարչակազմը պատրաստ է պայքարել դատարանում եւ վստահ է, որ կհաղթի։ Թեև դատական գործը նոր է սկսվել, այն կարող է կարևոր դեր խաղալ որոշելու, թե ինչպես կկառավարվի դաշնային համակարգը ապագայում։ Թրամփը ստորագրել է մի նոր հրաման, որով ժամանակավորապես ազատում է ամերիկյան ավտոարտադրողներին մետաղների մաքսատուրքերից։ Սա նշանակում է, որ ներկրված ավտոպահեստամասերի համար որոշ տուրքեր այլևս չեն գործի։ Այս ամենը արվում է, որպեսզի տնտեսական ճնշումը մի փոքր թեթևացվի։ Այս քայլը արվել է այն բանից հետո, երբ ավտոարդյունաբերական ընկերությունները նախազգուշացրին, որ Թրամփի մաքսային քաղաքականությունը կարող է սրել իրենց ֆինանսական վիճակը։ Չնայած ժամանակավոր զիջումներին, մասնագետները զգուշացնում են, որ մաքսային ճնշումը դեռ ամբողջությամբ չի վերացել։ Վերլուծաբանները նշում են, որ շաբաթ օրը ուժի մեջ է մտնելու նոր տուրք ավտոպահեստամասերի վրա, ուստի ոլորտում լարվածությունը դեռ մնում է։ Դանիայում սպառողները սկսել են բոյկոտել ամերիկյան ապրանքների դեմ։ Նրանք պարզապես վաճառասեղաններից չեն գնում կոկա-կոլան, ամերիկյան վիսկին կամ նույն ինքը Տեսլան։ Նշեմ նաև, որ այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ Թրամփը հայտարարեց, որ ինքը ցանկանում է Գրենլանդիան գնել Դանիայից։ Դանիացիները նման հայտարարությունը վիրավորական են համարել եւ իրենց դժգոհությունը արտահայտում են ոչ թե քաղաքական հարթակներում, այլ խանութներում հրաժարվելով գնել ամերիկյան ապրանքները։ Դանիական ընկերություններից մեկի ղեկավարը հայտնել է, որ թեև կոկա-կոլայի սպառումը նվազել է, սակայն դրա փոխարեն աճել է տեղական արտադրանքի վաճառքը։ Կոկա-կոլայի դեմ բոյկոտ է սկսվել նաեւ ԱՄՆ-ում։ Տարածվել է մի տեսանյութ, որտեղ կոկա-կոլան մեղադրվում է ներգաղթի ծառայությունների աշխատակիցների մասին տվյալներ հաղորդելու մեջ։ Թեև ընկերությունը պնդում է, որ տեսանյութը կեղծ է, բայց այդ հանգամանքը եւս բացասական ազդեցություն է ունեցել ընկերության հանրային իմիջի վրա։ Կոկա-կոլան այժմ փորձում է վերականգնել վստահությունը եւ Ամերիկայում, եւ Եվրոպայում։ Հյուսիսային Տեխասի բնակիչների համար այժմ հասանելի է Արիաննի նոր թեստ, որի շնորհիվ կարող են վաղ հայտնաբերել աղիքային քաղցկեղը։ Նշեմ նաև, որ սա իր տարածվածությամբ երկրորդն է, որից մարդիկ մահանում են։
Մասնագետները նշում են, որ այն հատկապես վտանգավոր է 50-ից ցածր տղամարդկանց համար։ Եթե քաղցկեղը հայտնաբերվի շուտ, ապա մարդը 91% հավանականությամբ առանց ծանր բուժումների կապրի առնվազն 5 տարի։ Տեխասում 45 տարեկանից բարձր շատ մարդիկ դեռ չեն անցել անհրաժեշտ զննությունը, այնպես որ Տեխասից մեր հետևորդներին խորհուրդ ենք տալիս անպայման խոսել ձեր ընտանեկան բժշկի հետ, պարզելու համար, թե որ ստուգումն է ձեզ համար կարևոր։ Ամերիկայում այրանալու տարիքային շեմը զգալիորեն փոփոխվել է։ Թողարկման այս հատվածում ձեզ կներկայացնենք մի վերլուծություն, որտեղ հստակ պարզ ցուցադրվում է, թե կինը երբ է պատրաստ այրանալու 20 թե 35 տարեկանում։ Նույն երկրի ներսում կանայք երեխա են ունենում տարբեր տարիքում։ Օրինակ Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում կանայք առաջին երեխային ունենում են միջինում 31-ից 32 տարեկանում, իսկ Հյուսիսային Դակոտայի կամ Տեխասի գյուղական շրջաններում 20-ից 21 տարեկանում։ Տարբերությունն ակնհայտ է։ Նույն երկրի սահմաններում ձևավորվում են կյանքի երկու տարբեր մոդելներ, որոնք ոչ միայն ազդում են մայրերի կենսակերպի վրա, այլև կանխորոշում են երեխաների ապագան։ Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած կանայք հիմնականում այրանում են 7 տարի ուշ։ Նրանք հիմնական իրենց ուշադրությունը կենտրոնացնում են աշխատանք գտնելու, կարիերա ստեղծելու եւ կայուն հարաբերությունների վրա։ Ինչպես նաեւ նրանք ունեն կայուն զուգընկերներ եւ խնայողություն, որի միջոցով էլ հետագայում ապրելը ավելի հեշտ է դառնում։ Իսկ այն մարդիկ, ովքեր առանց կրթություն ստանալու ամուսնացել են, չունեն բավականաչափ եկամուտ եւ համբերություն։ ԱՄՆ-ում մայր դառնալու միջին տարիքը 26-ն է, իսկ հայր դառնալու տարիքը 31-ը։ Աշխարհի զարգացած շատ երկրներում, ինչպես Շվեյցարիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Հարավային Կորեայում կանայք առաջին երեխան ունենում են միջինում 31 տարեկանում։ Շուտ երեխա ունեցող կանայք շատ երիտասարդ են լինում, չունեն բավարար փորձ եւ հնարավորություններ, իսկ ավելի մեծ տարիքում ծնող դարձած մարդիկ սովորաբար կարողանում են երեխաներին ապահովել լրացուցիչ կրթությամբ, մասնավոր դասընթացներով։ Մասնագետների կարծիքով մայրանալու տարիքային տարբերությունը կախված է արժեհամակարգից եւ այն միջավայրից, որի կրողը կինն է։ Նշեմ նաեւ, որ ավելի վաղ տարիքում ամուսնացածները ըստ հետազոտության ավելի հակված են կայուն եւ ավանդական ընտանիքներին, իսկ ավելի ուշ ամուսնացածները ամենամեծ տեղը տալիս են աշխատանքին, կարիերային, բիզնեսին, ինչպես նաեւ տան հոգսերը կիսում են իրենց զուգընկերոջ հետ։ Ամեն դեպքում մասնագետները նշում են, որ մեծ տարիքում մայրանալը ունի նաև դժվարություններ։ 30-ից հետո պտղաբերությունը նվազում է եւ շատ կանայք ունենում են միայն մեկ երեխա։ Սոցիոլոգները ընդգծում են, որ պետության աջակցությունն այստեղ կարևոր է։ Երիտասարդ մայրերին անհրաժեշտ են մատչելի մանկապարտեզներ, կրթական աջակցություն եւ կայուն եկամուտ ապահովող ծրագրեր։ Այդ դեպքում երեխայի ապագան այլևս կախված չի լինի միայն նրանից, թե մայրն ինչ տարիքում է նրան ունեցել։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։